կաթողիկոս պատրիարքի գահակալությունից անցել է 48 տարի։ Նորին սրբություն Իլիա II-ի գահակալությունը տեղի է ունեցել 1977 թվականի դեկտեմբերի 25-ին Սվետիցխովելի Մայր տաճարում։ Այդ ժամանակ Վրաստանում կար 15 թեմ և 30-ից ավելի գործող տաճար, իսկ այսօր երկրում կա 46 թեմ, մինչև 2000 գործող եկեղեցի վանք և մինչև 3000 հոգևորական անձ։ Ամսաթիվը նշելու համար Վրաստանի կաթողիկոս պատրիարք Նորին սրբություն Շիոն պատարագ կմատուցիչ Սուրբ Երրորդության Մայր տաճարում։ Այսօր քրիստոնեական աշխարհի որոշ հատվածները նշում են Սուրբ Ծնունդը։ Մերձավոր Արևելքում 2 տարի տևած պատերազմից հետո կաթոլիկ հավատացյալները կրկին հավաքվել են Բեթլեհեմում Սուրբ Ծնունդը նշելու համար։ Հազարավոր պաղեստինցիներ և տարբեր երկրներից զբոսաշրջիկներ Սուրբ Ծնունդը նշել են Մանգերի հրապարակում։ Եղևնին նույնպես վերադարձվել է հրապարակ։ Ուխտավորները ավանդաբար հավաքվել են Բեթլեհեմում Փրկչի ծննդյան եկեղեցում։ Կեսգիշերային Սուրբ Ծննդյան պատարագը առաջինը մատուցել է Հռոմի Պապ Լևոն 14-րդը։ Սուրբ Պետրոսի տաճարում կաթոլիկական ծառայությունը սկսվել է Վատիկանի ժամանակով երեկոյան ժամը 10-ին։ Հռոմի Պապին հետևել են 10 երեխա Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Մոզամբիկից, Պարագվայից, Լեհաստանից և Ուկրաինայից, որոնք ծաղիկներով զարդարել են ծննդյան տեսարանը։ Տոնական պատարագին մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Պատարագին մասնակցել են նաև հոգևորականները։ Կաթոլիկը պատարագից առաջ Հռոմի Պապ Լևոն 14-րդը ժամանել է Սուրբ Պետրոսի հրապարակ և օրհնել այն հավատացյալներին, ովքեր չէին կարողացել մտնել Սուրբ Պետրոսի տաճար և մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին։ Այսօր Վատիկանի ժամանակով առավոտյան ժամը 10-ին Հռոմի Պապը կմատուցի նաև ցերեկային պատարագ, որը հենց ինքն է վերականգնել։ Վերջին անգամ սա արվել է 1994 թվականի դեկտեմբերի 25-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II կողմից, իսկ կեսօրին Պապը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կկարդա ավանդական Սուրբ Ծննդյան ուղերձը և կաթողիկ հավատացյալներին կշնորհավորի Սուրբ Ծնունդը տարբեր լեզուներով։ Իսկ Մեծ Բրիտանիան ի պատասխան ԱՄՆ-ի կողմից 5 անձանց նկատմամբ վիզային սահմանափակումները սահմանելուն հայտարարում է, որ աջակցում է խոսքի ազատությանը և շարունակում է հավատարիմ լինել դրա պաշտպանությանը։ Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակի հայտարարությամբ բոլոր երկրները, այդ թվում Ամերիկան, ևս իրավունք ունեն սահմանել իրենց սեփական վիզային կանոնները։ Սակայն հենց նրա ասելով Բրիտանիան աջակցում է այն օրենքներին և հաստատություններին, որոնք աշխատում են ինտերնետը ամենավտանգավոր բովանդակությունից ազատելու ուղղությամբ։